Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր ես զրուցելու եմ Նորուժ կուսակցության վարչության անդամ, պատգամավորի թեկնածու, ցուցակում, եթե չեմ սխալվում, երկրորդ համար Հակոբ Կարապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Ողջույն, պարոն Սիմոնյան։ Մինչև մեր զրույցը սկսելը պետք է ես ինչպես միշտ մեր հեռուստադիտողին խնդրեմ, որ բաժանորդագրվեն ալիքին, հավանեն տեսանյութը եւ գրեն իրենց կարծիքը այն թեմաների վերաբերյալ, որոնք մենք կքննարկենք։ Նոր ուժ կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է։ Դուք ընտրություններին գնում եք այդ ակնկալիքով, որ մեծամասնություն եք հավաքելու եւ Հայկ Մարությանը դառնալու է վարչապետ, թե նաև հնարավոր է, որ պատգամավորի մանդատ ստանձնի, ընդդիմություն դառնա, ինչ պլաններ եք գծել եւ ինչ սցենարների եք պատրաստել։ Շնորհակալություն հրավերի համար եւ իհարկե ընտրություններին գնում ենք երկու ծրագրով, հա, երկու հեռանկարով։ Մեկը դա ստանձնել իշխանությունը կամ միայնակ կամ որևէ այլ ուժի հետ դաշինքի միջոցով, եւ երկրորդը մնալ ընդդիմության մեջ եւ ընդդիմության մեջ փորձել առաջ մղել այն տեսակետներ, այն սկզբունքները եւ այն ծրագրերը, որոնք մենք ունենք։ Նոր ուժ կուսակցությունը, մի քիչ կուսակցությունից խոսենք, հետո նաև ընտրությունների սցենարներին կանդրադառնանք։ Ինչ կուսակցություն է, ինչ գաղափարախոսությամբ եւ ինչով է տարբերվում այն 100-ից ավել կուսակցություններից, որոնք Հայաստանում գրանցված են։ Շատ լավ, դե նախ նոր ուժ կուսակցության կորիզը Երևանի քաղաքապետարանում քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում աշխատած թիմն է եւ գործադիր իշխանության մեջ ներգրավված մարդիկ են եւ այդ ժամանակ ավականու ոչ ՔՊ-ական մասից ներգրավված մարդիկ են, եթե դուք նայեք առնվազն մեր ցուցակի տասնյակը, նրանք այդ ցուցակի մեծ մասը այդ թվերին աշխատել են քաղաքապետարանում կամ եղել են Երևանի ավականու կազմում, իսկ նրանց մի մասը ներկայումս Երևանի ավականու կազմում է եւ գիտեք 21 թվականի դեկտեմբերին, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փաստացի ուզուրպացրեց Երևան քաղաքում իշխանությունը, հեռացնելով քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանին, դրանից հետո Հայկ Մարությանը իր շուրջը եւ իր գաղափարների շուրջը համախմբեց այդ մարդկանց եւ 23 թվականին ընտրություններին մասնակցեցինք, իհարկե դեռ այդ ժամանակ մեր կուսակցությունը ձևավորված չէր եւ գործընկեր կուսակցության հետ մասնակցեցինք ընտրություններին եւ արդեն 24 թվականի իդեպ մայիսի 1-ին տեղի ունեցավ հիմնադիր համագումարը Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ունի, դա ինչ է դա նշանակում, եթե այդպես երկու բառով ասենք, հա, ներկայումս իհարկե քաղաքագիտական կամ պրակտիկ քաղաքականության մեջ աչերն ու ձախերը եւ ընդհանրապես լիբերալներն ու սոցիալիստները, պահպանողականներն ու առաջադեմերը մի քիչ տեղերով խառնվել են եւ այդպես կոնվերգենցիա է տեղի ունենում։ Մաքուր գաղափարախոսությամբ հանդես չեն գալիս, մաքուր գաղափարախոսություններ չկան, այո, իհարկե մենք սոցիալ-դեմոկրատիան մեր ընկալմամբ դա պետության կամ համայնքի պատասխանատվությունն է հանրային կյանքի շատ ոլորտներում, իհարկե հաշվի առնելով ազատ մրցակցային հարաբերությունները տնտեսության մեջ եւ ազատ խոսքը, դեմոկրատական ազատությունները քաղաքականության մեջ։ Սա է, մենք համարում ենք, որ 2018 թվականի ապրիլին ժողովուրդը մեծ հաղթանակ է տարել, ընդվզել է իրեն դուր չեկող իշխանության դեմ եւ կարողացել է հաջողության հասնել եւ համարում ենք, որ ցավոք սրտի իշխանությունը ստանձնած խումբը, իշխանությունը ստանձնած մարդիկ այդ հեղափոխության, այդ ժողովրդական հաջողության պտուղները ժամանակի ընթացքում մսխել են, շեղվել են սկզբունքներից եւ երկիրը այլ ուղղությամբ են տարել եւ առավել եւս մեզ արտաքին հարաբերություններում հախուռն չմտածված եւ անհետեւողական քաղաքականության հետևանքով մենք մեծ ողբերգությունների առաջ ենք կանգնել իդեմս Արցախի կորստյան եւ
եւ Արցախի հայության բռնի տեղահանության։ Ահա։ Մենք մեզ համարում ենք այդուհանդերձ հեղափոխության ժառանգորդները եւ կարծում ենք, որ հեղափոխության հռչակած սկզբունքները պետք է զարգացնել եւ առաջ մղել։ Դուք նշեցիք, որ ձեր թիմում հենց Երևանի քաղաքապետարանում եւ Ավագանիում աշխատած մարդիկ են, եւ հենց սա էի ուզում հարցնել, որ քաղաքային իշխանություն ունենալը եւ այդ պատասխանատվությունը կրելը մեկ բան է, բայց պետական իշխանությունը մեկ այլ բան։ Օրինակ, դուք պետք է ունենաք պաշտպանության նախարար, որը պետք է պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովի, պետք է ունենաք էկոնոմիկայի նախարար, որը տնտեսական զարգացում ապահովի եւ այսպես շարունակ։ Ձեր թիմում կան այդ մարդիկ, ովքեր օրինակ կլինեն պաշտպանության նախարար, ունեք պաշտպանության նախարար, որի պարագայում մենք մեզ ապահով կզգանք, ես Մարությանի վարչապետական ունակությունները չեմ համարձակվի կասկածի տակ դնել, որտեվ մենք ունենք վարչապետ, որը ինձ թույլ չի տալիս, որ ես որևէ մեկի ունակությունները կասկածի տակ դնեմ դրանից հետո։ Բայց այնուամենայնիվ պաշտպանության նախարար, էկոնոմիկայի նախարար, սոցիալնախարար ունեք դրանք մասնագետներ, հա, ոչ թե մենք հասկանում ենք, որ քաղաքական պաշտոններ են, բայց երևի եկել է նաև այն ժամանակը, որ ոլորտից հասկացող մարդիկ լինեն այնուամենայնիվ։ Հասկանալի է։ Հրաշալի հարց է։ Նախ ասցիք Երևանում քաղաքային կառավարումը մեկ այլ բան է, երկրի կառավարումը մեկ ուրիշ բան, պետք է ասել, որ ընդհանրապես մայրաքաղաքի կամ մեգապոլիսի կառավարումը բավական բարդ եւ կառավարչական հմտություններ պահանջող, նաև ճգնաժամային կառավարման հմտություններ պահանջող աշխատանք է, որը ինչը Հայկ Մարությանի կառավարման շրջանում ինքը իր գլխավորությամբ թիմը ցույց է տվել, որ կարողանում է բարդ խնդիրների տակից դուրս գալ եւ նաեւ զարգացման հեռանկարներ նախանշել, հա, կարճ ժամկետներում բավական տպավորիչ արդյունքներ ցույց տալով։ Եվ եթե եւ նախ նաեւ մասնավորապես Հայաստանի պարագայում մենք գիտենք, որ բնակչության առնվազն 1/3-ը բնակվում է Երևանում եւ ընդհանրապես երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքը Իմ հիմնականում իմանալով կեսը, կենտրոնացված է 1.5 միլիոն, չի Երևանի բնակչությունը, 1.5 միլիոն։ Պաշտոնապես կարծում եմ 1.100.000-ի կարգի պետք է լինի, բայց փաստացի ենթադրում եմ, որ 1.5 միլիոնին պետք է որ հասնի։ Օրինակ ձեր խոնարհ ծառան արդեն շուրջ 30 տարի բնակվում եմ Երևանում, բայց իմ մանկության քաղաքում եմ դեռ գրանցված, չգիտեմ, մտածում եմ, որ ավելի լավ է, որ գույքահարկը իմ համեստ իմ փոքրիկ քաղաքի համեստ բյուջեին գնա, այդպես տեղային հայրենասիրության ինչ-որ մի դրսևորում է, թեպետ երևի թե օրերից մի օր պետք է հաշվառվեմ այստեղ։ Այսինքն Երևան քաղաքում փաստացի բնակվող շատ մարդիկ գրանցված չեն եւ հավանաբար այո 1.5 միլիոնին նկատի ունեմ վերադառնալով հարցին Երևանում հաջող կառավարման փորձը շատ լուրջ նախադրյալ է ամբողջ երկրում հաջող կառավարման համար եւ մենք նաեւ տարբեր այլ երկրներում դրա փորձ ունենք, որ մեծ քաղաքների կամ մայրաքաղաքների քաղաքապետերը դարձել են հաջող երկրի ղեկավարներ։ Ինչ վերաբերում է թիմի մյուս անդամներին, ձեր նշած ոլորտային, հա, պատասխանատուների հետ կապված, այսպես կոչված ստվերային կառավարություն ընդդիմության, Հայաստանում քաղաքական դաշտը ցավոք այնպիսին չէ, որ մենք կարողանանք այդպես համահավասար ուրեմն ունենանք այն մոդելը, ինչպիսին օրինակ Մեծ Բրիտանիայում է, հա, Մեծ Բրիտանիայում ընդդիմությունը ունի իր պատրաստի, այսպես ասած, պահեստայինների նստարանը, որ գիտի, որ ցանկացած պահի, երբ ստանձնի իշխանությունը, այդ մարդիկ գնալու են այդ պաշտոններին։ Բայց այս կոնկրետ մեր դեպքում, Նոր ուժի դեպքում եւ Հայկ Մարությանի դեպքում ինչն է հատկանշական, մենք ի հեճուկս տարբեր ուրեմն խոսակցությունների Հայկ Մարությանը իր կառավարման առաջին իսկ օրերից հայտարարեց եւ ցույց տվեց իր աշխատանքով, որ իր համար կադրային քաղաքականության հարցում կարևոր է
ոչ թե քաղաքական լոյալությունը կամ գուցե ոչ այնքան քաղաքական լոյալությունը, որքան կոմպետենտությունը եւ կան մի շարք այդպիսի օրինակներ, որ թիմի անդամները անգամ ուրիշ կուսակցություններից են եղել, շատ པարզ օրինակ, հա, հեռուն չգնանք, Կարկառուն հանրապետական Կամո Արեյանը այդ օրերին, երբ հանրապետական կուսակցության հետ ամեն ինչ դեմոնիզացվում էր նախկին իշխանության հետ, Հայկ Մարությանը առաջարկեց նրան ըստ էության գլխավոր խորհրդականի Դե պաշտոն Արեյանը եւ հիմա էլ է քաղաքապետարանում, նա հավերժ է, բան կար։ Համենայն դեպս այդ իներցիան է, իհարկե, իներցիան շարունակվել է։ Համենայն դեպս այդ ժամանակ հանրապետականին կարևոր պաշտոնում թողնելը ուրիշ ձևով էր ընկալվում։ Եվ ոչ միայն Արեյանը, ես միայն Արեյանի օրինակն եմ բերում, էլի մի շարք մարդիկ կային, որ կամ անկուսակցական էին, կամ ընդդիմադիր կուսակցություններից էին, նույն Քրիստինա Վարդանյանը, օրինակ, որ հիմա մեր թիմում է այսօր, քաղաքի լավագույն կանաչապատման մասնագետներից մեկը, նա այդ ժամանակ Բարգավաճ Հայաստան ֆրակցիայից էր եւ հրավիրվեց աշխատելու նորաստեղծ կանաչապատման հողակում, հա, եւ այսինքն վերադառնալով հարցին, այն պարագայում, երբ մենք կստանձնենք իշխանությունը, այդտեղ բնականաբար ոլորտի պրոֆեսիոնալները, ոլորտում կոմպետենտ բանիմաց մարդիկ հրավիրվելու են աշխատանքի կառավարությունում։ Թեև ես ասացի, որ Կոնկրետ դուք կոնկրետ պաշտպանության ոլորտից հարցրեցիք, ես կարող եմ այդ պաշտպանության իսկ մնացած այլ ոլորտներից իհարկե մենք ունենք ցուցակում մարդիկ, որոնք իրենց ոլորտներում կայացած պրոֆեսիոնալներ են եւ ինչպես ընդդիմության մեջ լինելու պարագայում, այնպես էլ իշխանության մեջ լինելու պարագայում իրենց աշխատանքով վստահ եմ երկրին պետք կգան։ Ես ասացի, որ Մարությանի վարչապետական ունակությունները կասկածի տակ չեմ դնի, իհարկե չդնելով, բայց այնուամենայնիվ պետք է հարցնեմ։ Քաղաքապետը բանակցելու խիստ անհրաժեշտություն չունի այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են օրինակ անվտանգությունը։ Նա պետք է Ալիևի հետ բանակցի։ Նա պետք է Էրդողանի հետ բանակցի։ Հայկ Մարությանը իր կենսափորձով, իր կրթությամբ, իր նաև բանակցային ունակություններով, իր մարդկային որակներով կարող է Ալիևի եւ Էրդողանի հետ բանակցել, դրանք պատահական մարդիկ չեն այնուամենայնիվ, հա, որտեվ գործիչները, որոնք կարող են այդ մարդկանց հետ բանակցել, այդքան շատ չեն Հայաստանում։ Մարությանը նրանցից մեկն է, ով կարող է անել դա։ Նախ Երևանի քաղաքապետի պաշտոնը իր մեջ նաև որևէ արտաքին կապերի ֆունկցիա է նախատեսում, ենթադրում եւ քաղաքապետ Մարությանը իր պաշտոնավարման շրջանում արտաքին գործընկերների հետ մի շարք կոնտակտներ է ունեցել եւ փոխայցելություններ են եղել տարբեր քույր քաղաքներ կամ բարեկամ երկրներ եւ պարբերաբար Երևանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացությունների հետ են կոնտակտներ եղել, դրանք ոչ միայն քաղաքավարական հանդիպումներ են եղել, այլ նաև կոնկրետ գործնական, քաղաքին վերաբերող գործնական ուրեմն քննարկումներ են եղել, սա Դե բայց դրանք թշնամական տրամադրված երկրների ղեկավարների հետ բանակցություններ չեն։ Վերաբերում գիտեք բանակցելու արվեստը, երբ բանակցելու էությունն այն է, որ դու պետք է ստանաս այն, ինչ որ քեզ պետք է։ Պետք է ստանաս կոպիտ ասած առավելագույնս որակյալ կամ բարենպաստ պայմանը քո համար, վճարելով դրա դիմաց նվազագույն գինը, հա։ Եվ ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Հայկ Մարությանը, ինչպես Հայկ Մարությանը, այնպես էլ թիմում այլ անձինք ունեն այդ բանակցելու կարողությունները։ Ի վերջո նաև չմոռանանք, որ ես խոսեցի Երևանի քաղաքապետարանում փորձառությունից, բայց նաև իր աշխատանքի ոլորտում էլ, հա, Հայկ Մարությանը ճանաչված է որպես դերասան, բայց նաև ինքը իր պրոյեկտների պրոդյուսերն է, հեղինակը եւ պրոդյուսերն է, իսկ պրոդյուսերի առաջնային խնդիրներից մեկը իր ապրանքը, այսպես ասած, հա, իր ստեղծագործությունը, իր բրենդը հանրությանը կամ գովազդատուներին կամ գործատուներին, հա, ներկայացնելն է եւ լավագույն ձևով դրանից
ուրեմն բարենպաստ պայմաններ ստանալն է։ Այնպես որ այդ փորձառությունը իհարկե կա, դուք խոսեցիք Ալիևի եւ Էրդողանի մասին, իհարկե նրանք պատահական մարդիկ չեն, Ալիևը մի կողմից առանձնահատկություններ կան, Ալիևը իր իշխանությունը ժառանգություն է ստացել հորից, բայց Էրդողանը նաև հատկանշական է, որ Էրդողանը մինչև Թուրքիայի ղեկավար դառնալը եղել է Ստամբուլ քաղաքի ղեկավարը, այսինքն ոչ ոք այդպես բանից մի օրվանից երկրի ղեկավար չի դառնում, հա։ Շատ լավ։ Այնպես որ այդ հարցում փորձառության պակաս վստահաբար չկա։ Շատ Եվ բարի։ ամենակարևորը այստեղ կառավարման լավ կառավարիչը վատ կառավարիչից տարբերվում է նրանով, որ ինքը կարողանում է, եթե մի հարցում փորձագիտական խորը գիտելիքներ չկան, կարողանում է գտնել այն մարդկանց, որոնք ունեն այդ փորձագիտական խոր գիտելիքները եւ խորհրդակցում են նրանց հետ եւ ինստիտուտների կարծիքն է հաշվի առնում այնպիսին ինչպիսին արտաքին գործերի նախարարության պրոֆեսիոնալ ուրեմն անձնակազմն է եւ այլն։ Դուք Իսկ նախկին խոսեցիք Նիկոլ նախագահները։ Փաշինյանի փորձառության մասին, մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ պաշտպանության ոլորտում եւ արտաքին քաղաքականության ոլորտում մենք դրանք կան եւ բացաղբյուրներում եւ կուլուարներում կան խոսակցություններ, որ պրոֆեսիոնալ կարծիքը հաճախ արհամարվում է։ Այո, բայց եթե պարոն Մարությանը դառնա վարչապետ, օրինակ նա կհանդիպի նախկին նախագահներին, էլի զրույցներ կան, ինչպես դուք եք ասում, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ մերժել է նախկին նախագահների հետ խոսել, նրանց դիրքորոշումը իմանալ, օրինակ այդ առումով ինչ վարքագիծ կդրսևորի։ Տեսեք, մեզ համար, պարոն Մարությանի համար կարևոր են ինստիտուտները։ Կարևոր են ինստիտուտները եւ կա մեկ գերակաշահ, դա պետականության շահն է։ Եվ եթե ես տեսականորեն եմ ասում, հա, եթե կա իրավիճակ, որտեղ քո նախորդների փորձառությունը քեզ համար կարող է օգուտ լինել, քեզ համար նկատի ունեմ քո գործի համար, հա, պետության շահի համար կարող է օգուտ լինել, իհարկե պետք է խորհրդակցել անհրաժեշտության դեպքում, եթե կա այդ անհրաժեշտությունը, որևէ բան չի ուրեմն հետ պահում խորհրդակցելու։ Գիտեմ, կլինի նախկին նախագահ կամ նախկին նախարար կամ նախկին վարչապետ, օրինակ։ Պարոն Կարապետյան, պատկերացնենք իրավիճակ, որ Նոր ուժ կուսակցությունը անցել է խորհրդարան, բայց կա մեկ այլ ուժ, որը ավելի ընդդիմադիր ուժ, որը ավելի շատ ձայներ է տարել եւ կա հնարավորություն, որպեսզի այդ ընդդիմադիր ուժի վարչապետի թեկնածուն դառնա վարչապետ եւ երկրում իշխանափոխություն տեղի ունենա։ Այդ դեպքում դուք ինչ կանեք։ Շատ նախ դրա մասին մենք քանիցս խոսել ենք եւ ընդհանրապես պետք է հասկանալ, որ պարլամենտարիզմը, խորհրդարանական կառավարումը անխուսափելի է դարձնում կոալիցիաները եւ տարբեր քաղաքական ուժերի միջև տարբեր ձևաչափերով, տարբեր օրակարգերի շուրջ համագործակցությունը, հա, եւ կղզի լինելը լավագույն տարբերակը չէ, թեպետ ցանկացած սցենար կարող է լինել։ Ցանկացած սցենար կարող է լինել այդ մենք հիմա ինչ խոսում ենք տեսական տիրույթում է եւ մեր դիրքորոշումը կոնկրետ այս ընտրությունների պարագայում հետեւյալն է, հա, քաղաքացիական պաշտպանություն է ուզում ասել, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ որևէ կոալիցիա կամ որևէ համագործակցություն իշխանություն ձևավորելու հարցում բացառվում է, որովհետև իմաստ չունի, հա, եթե պետք է այդպիսի համագործակցությունը հնարավոր լիներ, այդ համագործակցությունը կլիներ 20 թվականից հետո, 21 թվականից հետո եւ ներողություն, բայց կշարունակեինք պերաշկի եւ կուկուռուզ ուտել տարբեր վայրերում, եթե այդ սկզբունքները մեզ համար կարևոր չլինեին, ինչի համար տեղի ունեցել խզումը, հա, ՔՊ-ի հետ։ Այդ մի կողմ ենք թողում, այսինքն մենք բացառում ենք այդ հավանականությունը։ Նաև անհեռանկարային ենք համարում
եւ անհնար ենք համարում ըստ էության այն սցենարը, երբ մեր կազմած կոալիցիայի շնորհիվ իշխանության կգա Ռոբերտ Քոչարյանը կամ նրա գլխավորած ուժը, դա Ինչու՞։ էլ իր պատճառներն ունի, նրա կառավարման փորձը եւ նրա ընդհանրապես հայացքները անհամատեղելի են դարձնում Բայց նրա այդ կառավարման փորձը, պարոն ցած Կարապետյան, որևէ Ռոբերտ Քոչարյանի օրոք մենք ունեցել ենք անվտանգ պետություն, զարգացող տնտեսություն, ես որտեվ շատերն են ասում, որ Քոչարյանի հետ չեն համագործակցել, ուղղակի ուզում եմ հասկանալ, դա ձեր ինչու։ գնահատականն է, դրանք գնահատականներ են, Կորյուն ջան, դրան Դե գնահատականներ են, հակառակը ես դուք կարող եմ կարող եք ասել։ ուրիշ գնահատական տալ, կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում նախ բանակցային process-ն է խեղաթյուրվել, եթե խոսում ենք արտաքին քաղաքականության մասին, ուրեմն այն բալանսավորման քաղաքականությունը, որը իր հիմնադրման օրվանից Հայաստանի Հանրապետությունը փորձել է իրականացվել, շեղվել է եւ մեկ աշխարհաքաղաքական ուժին է տրվել գերակայությունը անդառնալիորեն այդ շրջանում դեմոկրատական ազատությունների հետ կապված բավական ծանր վիճակ էր, հա, չգիտեմ դուք անձամբ կհիշեք կամ վստահ եմ, որ մասնագիտության բերումով հետաքրքրված կլինեք եւ Ամեկ պլյուսի ազատ փակումն եք խոսքը ասում։ հավաքների այդ թվում նաև ամեկ պլյուսը, բայց ոչ միայն հավաքների ազատության հետ կապված մարդիկ ընդդիմության հանրահավաքների օրերին Երևան քաղաք մտնող մայրուղիները լցված էին հանրային տրանսպորտի միջոցներով, այսինքն մարդը, որը ասենք Արմավիրից կամ Գեղարքունիքից ուզում էր գար քաղաք իր կարտոֆիլը վաճառեր կամ իր ազգականին հիվանդանոցում տեսակցության գնար, իր ճանապարհը արգելափակում էին եւ ինչա թե քաղաքում ընդդիմության միտինգներ, որը Պարոն վերհամար Կարապետյան, բացարձական էր, չհաշված ներողություն, չհաշված ֆիզիկական բռնության դեպքերը եւ ի վերջո մարտի 1-ը շատ ու շատ իրավիճակներ եւ դա կներեք, ուղղակի ձեզ պետք է այսինքն ընդհատեմ, որտեվ հիմա եթե ձեր բանավեճ լիներ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները վստահաբար ձեզ կհակադարձեին։ Ես չեմ ուզում այդ փաստաբանի դերը ստանձնել, բայց ինչի եմ ձեզ ընդհատում, որտեվ հիմա կա ընտրություն, ոչ թե կա, այլ հնարավոր է լինի ընտրություն, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, մարդ, ում դուք մեղադրում եք մեր երկիրը կործանման տանելու մեջ։ Եվ այդտեղ օրինակ կշեռքի մի նժարին դնել, որ դեմոկրատական ազատություններ չեն եղել, կամ բանակցություններն են խեղաթյուրվել, ինչպես դուք եք ասում, համարժեք չէ, այսինքն դուք կթողնեք Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, որտեղ Ռոբերտ Քոչարյանի օրոք ինչ-որ ժողովրդավարական ազատություններ չեն եղել դրա համար։ այսինքն մենք ունենք այդ երկու ընտրությունը Դե պատկերացնենք մի իրավիճակ, երբ որ ընտրությունը չէ Քոչարյանն է դառնում, քվեարկություններին տեսեք ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն եւ 2 ոչ թե մասնակցում այլ հայտ է ներկայացրել դեռ գրանցված ուժերի թիվը չգիտենք շուրջ 20 ուժ է մասնակցում հա մենք դրանից բացառում ենք երկուսի հետ համագործակցությունը մնացած կոնֆիգուրացիաները արդեն երբ ընտրությունները կլինեն եւ քաղաքացիների ձայները բաշխված կլինեն այն ժամանակ արդեն կսկսվեն քննարկումները եւ կարելի կլինի խոսել ինչ որ կոնֆիգուրացիաների մասին ես չգիտեմ թե ինչի ենք մենք հիմա կոնկրետ խոսում Քոչարյանի ուժի հետ ինչը կապված, հա, որտեղ բացառեցիք ինչու դրա պետք է համար։ եթե դուք չէ, հա, հասկացա, բայց եթե դուք ունեք տվյալներ, որ Քոչարյանի ուժը ինչ որ մեծամասնություն է հավաքելու եւ ինքն է կազմելու կառավարությունը, հա, ինքն է լիդերը լինելու կամ կառավարություն կազմելու, այդ ուրիշ բան։ Միգուցե մենք լինենք, հա, այսինքն իշխանության հավակնող, բայց ոչ բացարձակ մեծամասնություն հավաքած ուժը։ Միգուցե մի երրորդ ուժ, միգուցե ոչ մեկ էլ չլինի, մոտիկ լինեն ձայները իրար եւ այնտեղ պետք է ինչ-որ կոնսենսուս լինի։ Համենայն դեպս մենք բացառում ենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձի մեր օգնությամբ հավանականություն։ Հասկանալի է ձեր Եվ տեսակետը։ այո, մնացածը, ինչպես ասում են, քննարկումների հարց է եւ այդ քննարկումները իհարկե այդ քննարկումները եւս ինքնանպատակ չեն կարող լինել, այնտեղ մենք ունենք ծրագրային հիմնադրույթներ, որոնք մեզ համար շատ կարեւոր են։
Բայց ի վերջո այնուամենայնիվ, տեսեք, պարոն Կարապետյան, կուզեմ հստակ ասեք, ձեզ համար ավելի ընդունելի է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Մեզ համար, քանի որ մենք բացառում ենք այդ երկուսի հետ համագործակցությունը, հետևաբար այս համատեքստում առանց ինչ-որ դետալներ քննարկելու հավասարապես անընդունելի են երկուսի իշխանությունները։ Եվ փառք Աստծո, որ մեր ընտրությունը այդ երկուսի միջև չէ։ Շատ լավ, եւ Մենք ավելի լայն ընտրության հնարավորություն ունենք։ Երևանի քաղաքապետի շտաբականու ընտրությունների ժամանակ ձեր քաղաքական ուժի, իհարկե այն ժամանակ ուրիշ կուսակցությունով էր Հայկ Մարությանը առաջադրված, Ազգային առաջընթացի, թե չեմ սխալվում, շատ ձայներ չտարավ այնուամենայնիվ, ճիշտ է, ունեք ավականում խմբակցություն, բայց իշխանություն քաղաքում վերցնել հնարավոր չեղավ, որտեվ կոալիցիա կազմել չեղավ։ Հնարավոր չեղավ, ներողություն, բայց ներողություն այստեղ մի շտկում անեմ, ներողություն եմ խնդրում ընդհատելու համար։ 19% ձայների հավաքվեց չափազանց ցածր մասնակցության ֆոնին եւ պետք է ասել, որ չնչին ռեսուրսներ ծախսելով կուսակցությունը այդ արդյունքին հասավ եւ երկրորդ քաղաքական պայմանագրից հետո երկրորդ տեղում էինք մենք եւ մեծ հաշվով այն բոլոր կուսակցությունները, որոնք ընտրություններից առաջ իրենց հռչակել էին որպես ընդդիմադիր ուժ, իրենք հաղթել են, այսինքն մեծամասնությունն են գրավել։ Ուրեմն, բայց դրանից հետո Հանրապետություն կուսակցությունը անմիջապես հայտարարել է ՔՊ-ի հետ կոալիցիայի մասին, իսկ Հանրային ձայն կուսակցությունը ըստ էության էլի աջակցել է ՔՊ-ին եւ Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալը հնարավոր է դարձրել։ Ուզում եմ ասել, մեծամասնություն չեք հավաքել եւ ինչու ունեք վստահություն, որ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն կհավաքեք։ Ձեր ընտրողները ինչի հաշվին պետք է շատանային այս ընթացքում։ Մենք ոչ թե վստահություն ունենք, այլ մենք հույս ունենք եւ բնականաբար մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ եւ այդ հույսը այդպես անեական հույս չի։ Այդ հույսը իր հիմքեր ունի նախ 23 թվականի ընտրությունների արդյունքները, ինչպես ասացիք, չափազանց ցածր այն ժամանակ 29% ընտրելու իրավունք ունեցողների մասնակցեց ընտրություններին եւ այդ պարագայում մենք հավաքեցինք ձայների 19%-ը։ Ակնկալվում է, սովորաբար գիտեք, որ ազգային ընտրությունները թիմ ընտրություններից տարբերվում են մասնակցության մակարդակով, ազգային ընտրությունները, ազգային ժողովի ընտրությունները ավելի բարձր մասնակցություն են սովորաբար գրանցում, արձանագրում եւ մենք կարծում ենք եւ մենք հիմք ունենք կարծելու, որ ավելի բարձր մասնակցությունը մեզ ավելի օգուտ է լինելու։ Չհաշված Երևանի ձայներին գումարվելու են նաեւ մարզերի ձայները եւ այդպես մենք հույս ունենք առնվազն կրկնել 23 թվականի արդյունքները եւ ավելացնել դրանք հնարավորության դեպքում։ Եվ պարոն Կարապետյան, վերջին հարցը տամ, քանի որ կուսակցություն է ստեղծվել, նոր ուժ, կուսակցություն ստեղծելը, պահելը եւ ընտրություններին մասնակցելը որոշակի ֆինանսական միջոցներ է ենթադրում, ձեր կուսակցությունը ունի հովանավոր։ Մեր կուսակցության հովանավորը այդ կուսակցության անդամներն են եւ հիմնականում իհարկե նաեւ Հայկ Մարությանի անձնական միջոցները, կուսակցության հանգանակությունները, նվիրատվությունները։ Այդպես հովանավոր այն իմաստով, որ կարծում եմ դուք եք դնում այդ բառի մեջ, այդպիսի հովանավոր չունենք իհարկե։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր։ Եվ մեր ծախսած եւ մեր ծախսած ռեսուրսները համեմատած այլ կուսակցությունների առանց անունների ընդհանրապես անհամեմատելի են եւ կարող եք դուք դա նաեւ տեսնել քաղաքում գովազդային պաստառների առկայությամբ կամ լրատվական կայքերում գովազդային պաստառների առկայությամբ մեր ակտիվությունը հիմնականում սոցցանցերում է, ինչպես տեսնում եք։ Շատ լավ, պարոն Կարապետյան, լավ է, որ նոր ուժեր են ստեղծվում, լավ է, որ նոր գաղափարներ կան։ Շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար եւ ձեր ուժին հաջողություններ եմ մաղթում։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ հետաքրքիր զրույցի համար։ Հաջողություն։